Բարև ձեզ, եթերում է արհեստական բանականության կյանքը 2.0 հաղորդումների շարքը, սա արդեն երկրորդ հաղորդումն է։ Ես Ռուբեն Նեմդալակյան, մարտական եղբայրություն միաբանության անդամ, միջուկային ֆիզիկոս։ Բարև ձեզ, ես Մարկն եմ, մարտական եղբայրություն միաբանության անդամ, մասնագիտությամբ տվյալագետ։ Եվ այսօր կխոսենք արհեստական բանականության ավելի շատ տեխնիկական մասի վերաբերյալ։ Մարկ ջան, մի քիչ ներկայացրու իր էությունը, տեխնիկական ավելի մանրամասները, խնդրեմ։ Շատ լավ։ Արհեստական բանականություն, երբ որ ասում ենք, պետք է հասկանանք այն համակարգչային թվային համակարգերը, որոնք նախապես մեծ քանակությամբ տվյալների հիման վրա դուրս են բերել օրինաչափություններ, ու այդ օրինաչափությունների հիման վրա արդեն նոր եկող տվյալներից քաղում են ինֆորմացիա, ու այդ ինֆորմացիայից քաղած արդեն փորձում են տարբեր որոշումներ կայացնել կամ նոր ինֆորմացիա ստեղծել ու ըստ այդ նոր ինֆորմացիայի ինչ-որ գործողություններ անել։ Այսինքն մարդու կյանքի տարբեր գործունեություններում նոր ինչ-որ հորիզոններ են բացում, այդ հորիզոններով մարդիկ կարողանում են ավելի արագ ինչ-որ գործողություններ անել ու զարգանալ։ Այսինքն արհեստական բանականությունը իր էությամբ նոր գիտելիք ստանալու գործիք է մի կողմից, եւ մյուս կողմից թաքնված ինչ-որ ինֆորմացիաներ կորզելու, գտնելու գործիք է, որի միջոցով կարելի է հասնել, ասենք, ինչ-որ ավտոմատացման, շատ տարբեր գործառույթների։ Շատ ճիշտ նշեցիր, թաքնված տենց օրինաչափություններ գտնելու, այսինքն մեծ քանակի տվյալներում տենց առաջի հայացքից այդքան էլ հեշտ չի ոնց որ հասկանալ տվյալները ինչա կատարում կամ այդ տվյալները ինչ են ցույց տալիս, մանավանդ երբ որ այդ տվյալներում փոփոխականների քանակը շատ մեծ է ու տվյալների ծավալն էլ այնքան մեծ է, որ դրանից դժվար է ինչ-որ ինֆորմացիա քաղել սովորական ոնց որ մեթոդներով։ Դրա համար մարդիկ ժամանակի ընթացքում մշակել են տարբեր ալգորիթմների կամ մեթոդոլոգիաների տեսակներ, որոնք որ թույլ է տալիս այդ օրինաչափությունները տվյալներից քաղել ու այդ օրինաչափությունների հիման վրա արդեն նոր ինչ-որ գործիքներ ստեղծել կամ եկող նոր տվյալների վրա այդ թաքնված օրինաչափությունների հիման վրա ինչ-որ որոշումներ կայացնել։ Արհեստական բանականությունը աշխատում է մեքենայական ուսուցման մոդելների հիման վրա, այսինքն արհեստական բանականության կարելի ասել շարժիչը դրանք այդ մոդելներ ասվածն են։ Մոդելները իրանցից ներկայացնում են, այսպես ասած, տվյալներից դուրս բերած մաթեմատիկական մոդելներ, այսինքն այդ տվյալների մեջ օրինաչափությունները ինչ-որ մաթեմատիկական մոդելի են ենթարկվում կամ հետևում, ու այդ մոդելներից քաղած արդյունքները արդեն կարողանում են օգտագործել հետագա չտեսնված տվյալների վրա, այսինքն նոր եկող ինֆորմացիայի վրա, կամ նոր ինչ-որ տեսակի ինֆորմացիա ստեղծել, օրինակ ժամանակակից գեներատիվ մոդելները։ Շատ լավ։ Մի հատ փորձենք հասկանանք արհեստական բանականությունը ինչպես է զարգացել, նա ինչ կապ ունի մարդու ուղեղի կամ նույն մոդելները, իրենց տրամաբանությամբ ինչ կապ ունեն մարդու ուղեղի աշխատանքի հետ, ինչ նմանություններ կան եւ ինչ առավելություններ է տալիս արդեն այդ արհեստական բանականությունը։ Դե այսպես ասած, արհեստական բանականությունը ժամանակակից ոնց որ պայմաններում ավելի շատ մարքեթինգային տերմին է դառել, այսինքն կազմակերպությունները, ովքեր որ ասում են մենք արհեստական բանականությունով ենք ոնց որ աշխատում, ավելի շատ նկատի ունեն, որ տվյալների հիման վրա ինչ որ որոշումներ են կարող կայացնել, այսինքն այդ օրինաչափությունների հիման վրա է իրենց պրոդուկտը աշխատում կամ ժամանակակից գեներատիվ մոդելները կիրառում են իրենց պրոդուկտների մեջ։ Ու այստեղ ոնց որ տենց մեդիան կամ ֆիլմերը, ֆանտաստիկ ֆիլմերը մեզ արհեստական բանականությունը ասես ինչ-որ գիտակից ռոբոտի տեսքով են ներկայացնում, իրականում մաթեմատիկական մոդել է մեծ հաշվով տակից աշխատում, ու սկիզբը դեռ շատ վաղուց է եկել այս մոդելների, այսինքն այդ մեթոդաբանությունը, որով որ տվյալներից կարողանում են ինֆորմացիա
նոր տեսակի ինֆորմացիա կորզել կամ օրինաչափությունները գտնել, դրանք դեռ մի քանի տասնամյակ առաջ, այսինքն անցյալ դարի կեսերից արդեն այս ալգորիթմների նախնական տարբերակները գոյություն ունեն։ Տարբերությունն այն է, որ ժամանակակիցները ավելի հզոր ոնց որ բան ներկայացնում, որ վերջի 2 տասնամյակում նախ ալգորիթմների մեջ փոփոխություններ են արել, այսինքն կոմպոնենտներ են ավելացրել, որ ավելի օպտիմալ ձևով են այդ ուսուցումը իրականացնում։ Դրան գումարած մարդկության ստեղծած ինֆորմացիան է էքսպոնենցիալ աճել, այսինքն ինտերնետը մեզ թույլ է տվել օրական այնքան ավելի շատ ինֆորմացիա գեներացնել, ինչքան մինչև այդ ամբողջ պատմության ընթացքում մարդկությունը չէր ստեղծել։ Դրա համար այդ ամբողջ ծավալով ինֆորմացիան արդեն մեզ թույլ է տալի ավելի լավ ինֆորմացիա քաղել եղած ոնց որ օրինաչափությունների համար։ Դրան գումարած նաև տեխնոլոգիաները զարգացել են ու այդ հզորությունը արդեն կարողանում են ապահովել, որպեսզի այդ մեծ քանակի ինֆորմացիան կարողանան մոդելները մարսել ու ավելի մեծ մոդելներ ստեղծել։ Այսինքն hardware-ի տեսանկյունից չիպերը ավելի հզոր են դարձել ու data center-ներն են ստեղծել, որտեղ որ կարելի է այդ մոդելները ստանալ։ Իսկ ինչ վերաբերում է մարդու ուղեղին, ոնց որ նմանությանը, վերաբերվում է նեյրոնային ցանցերին, այսինքն սրանք մոդելների խումբ են կամ ընտանիք են, որոնք մեքենայական ուսուցման մեջ կիրառվում են։ Ինքը մարդու ուղեղից նմանություն կա, բայց շատ ավելի պարզ ոնց որ տարբերակն է։ Այսինքն մարդու ուղեղի նեյրոնների հետ բջիջների կապերի հետ կապված նմանություն ունի, բայց իրականում ինքը շատ ավելի պարզ է աշխատում ու շատ դեպքերում եւ արդեն զարգացած մոդելների համար, ավելի բարձ մոդելների համար ավելի հեռու է մարդու ուղեղից, քան են ավելի պարզ մոդելները։ Այստեղ երևի նաև կարելի է նշել, որ մի քանի մոտեցում կա մեքենայական ուսուցման մեջ, որոնք տվյալներից ինֆորմացիա են քաղում, unsupervised, supervised եւ reinforcement ուսուցումները։ Unsupervised-ը այն դեպքն է, երբ որ հենց բուն կոնկրետ օրինաչափություններն է պետք վերցնել, այսինքն ունենք տվյալներ ու ուզում ենք հասկանանք այդ տվյալներում ինչ տեսակի գործընթացներ են գնում, որ տվյալները ինչ խմբերի են բաժանվում, բայց ընդհանուր պատկերացում չունենք մեր վերջնական արդյունքը ինչ տեսք պետք է ունենա, եղած տվյալներից զուտ օրինաչափություններ վերցնելը։ Մյուսը supervised-ը արդեն մենք օրինակներ տալիս ենք ոնց որ մոդելներին, ասում ենք այս դեպքում այս տվյալը սրան է համապատասխանում, այս դեպքում այս արդյունքին է համապատասխանում ու այդպես կարողանում ենք արդեն նոր եկող տվյալների վրա այդ օրինաչափությունները կիրառել ու հասկանալ կոնկրետ մեր սպասված արդյունքներից որ մեկն է։ Մյուս մեթոդ շատ ներողություն, օրինակ եթե մի քիչ ավելի པարզ ունկնդիրի համար հասկանալ, օրինակ օրինակի վրա բանանենք, ենթադրենք ունենք նկար, որը վնասված է, հա, եւ ուզում ենք վերականգնել։ Մենք կարող ենք հատուկ նկարը նկարենք, ինչը վնասել է, վնասենք շատ տարբեր ձևերով, հետո վնասված նկարենք եւ երկուսն էլ տանք այդ արդեն supervised տեսակի, հա, այդ մեթոդին, հա, այդ լոգիկային եւ ինքը արդեն կկարողանա արդեն պատահական վնասված նկարները վերականգնել, չէ՞։ Սա այդ դեպքն է։ Իսկ unsupervised-ը, երբ որ դու չգիտես իրականությունը ինչպես է, բայց իրան ուզում ես ասես գտի օրինաչափություններ, գտի թե ինչ կարող է լինել սրա հետ։ Հա, եթե օրինակ էլի նկարների օրինակով վերենք, ժամանակակից ոնց որ հեռախոսների մեջ տենց ֆունկցիա կա, որ կարող է ալբոմների բաժանի, չէ՞, քո ունեցած նկարները։ Այսինքն այնտեղ ալբոմների բաժանումը ըստ մարդկանց խմբերի կամ կոնկրետ ըստ անհատ մարդկանց, քո նկարները, կնոջ նկարները, երեխանի նկարները, բոլորը կարող է առանձնացնի։ Այդտեղ օրինակ ինքը օրինաչափություն է գտնում եղած նկարների մեջ, ինքը նախապես չգիտի օրինակ որ մի նկարը, որ մարդուն է համապատասխանում, ոչ էլ այդ օրինակները դու իրան տվել ես, դու ասենք տեքստով չես ասել, սա ես եմ, սա կինս է, բայց ինքը կարողանում է դրանք տարանջատել, այսինքն օրինաչափություն է գտնում, մաթեմատիկական ինչ-որ մոդել է դուրս բերում, որը որ ցույց է տալիս տարբերությունը քո ու մյուս մարդկանց նկարների այդպես բաժանում է։ Իսկ արդեն երրորդ մոտեցումը reinforcement ուսուցումը, դա վերաբերվում է այն դեպքում, երբ որ ընդհանրապես տվյալ չունենք կամ շատ քիչ քանակի տվյալներ ունենք միջավայր, որտեղ տարբեր օրենքներ են աշխատում,
ու ունենք տարբեր գործողությունների շարքեր, որը որ սպասում ենք, որ մեր մոդելը կանի, նրան տալիս ենք այս բոլոր ինֆորմացիան ու անդադ փոխվող միջավայրի մասին ինֆորմացիա, ամեն անգամ ինքը ինչ-որ գործողություն է փորձում, այդ գործողությունների հիման վրա մենք նրան ասում ենք դու սխալ արեցիր, թե ճիշտ արեցիր ու ինչ-որ օբյեկտիվ ֆունկցիա ենք մշակում, որը որ մեր ուզած արդյունքին է բերելու։ Ու այսպես շատ երկար ուսուցման process-ում մոդելը կարողանում է սովորել, որ նա ճիշտ գործողությունների շարքը, որը որ հետագայում իրան կբերի սպասելի ոնց որ արդյունքի։ Սրա օրինակներից կարելի լինի օրինակ Super Mario-ի խաղը, որտեղ որ թռնել ու առաջ գնալ կամ փոփզել գործողություններն է ու ասենք ֆինիշին հասնելը կամ այդ կոպեկտերը հավաքելը մեր սպասելի արդյունքը։ ու տենց անդադ տարբեր գործողություններ փորձելով մոդելը կարողանում է սովորի ոնց ամենաօպտիմալ ձևով հասնի ֆինիշին։ Վերջնական արդյունքի բանով։ Այսինքն փոխվող միջավայրի մասին եկած ինֆորմացիան իրան թույլ է տալիս այդ օրինաչափությունները գտնել ճիշտ գործողությունների շարքը անելու համար։ Շատ լավ։ Մարկ, եթե մենք փորձենք հասկանանք ոնց է մարդու ուղեղը իր համար նոր գիտելիք ստեղծում, հա, եւ սա փորձենք նմանացնենք, ես երևի մի հատ օրինակ վերեմ, ենթադրենք շատ հին ժամանակներից, հա, կապիկները կամ, չգիտեմ, մարդիկ ինչ որ մի հատ պոպոկ են ուզում կոտրեն, հա, քարով, կամ կոկոս են ուզում կոտրեն։ Իրանք առաջին հերթին գնում են էքսպերիմենտալ, փորձնական ճանապարհով, այսինքն փորձում են տարբեր հնարավոր դեպքեր։ Խփում են ինչ որ մի հատ քարով, փափուկ քարը, այս քարը կարող կոտրվի։ Խփում են ուժեղ, խփում են թույլ, շատ ուժեղ խփում են, ենթադրենք պոպոկը ընդհանրապես շուր է ալնում, նորմալ ուտելիք է անել հնարավոր չի լինում կամ այսինքն նրանք փորձում են բոլոր հնարավոր ձևերը, մինչև գան այն ձևին, երբ ճիշտ արդեն աշխատում է, հա, այդ կոտրելու ձևը գտնեն։ Սա մի ձևն է, նոր գիտելիք ստանալու, հա, փորձնական եղանակ։ Մյուսը դա տեսական ուրեմն եղանակն է, երբ որ ինքը սկսում է հասկանալ, թե այս պոպոկը ինչ կառուցվածք ունի, ինչպես որոնք են նրա թույլ տեղերը, ինչ ուժով պետք է հարվածել, ինչպեսի քարով պետք է հարվածել, ինչ աղքյանտակ պետք է հարվածել եւ այլն, հա, սա տեսական բան է։ Երբ որ համակարգը շատ པարզ է, դու կարողանում ես փորձերով գտնել հնարավորինս ճիշտ լուծումը, չէ՞։ Այսինքն, եթե քեզ մոտ մի քանի պարամետրերից է կախված վերջնական արդյունքը, չէ՞, դու մի պարամետրը կարող ես փոխել, մյուսները պահել նույնն է, այսինքն ենթադրենք նույն պոպոկն ես մոտավորապես նույն նմանատիպ պոպոկն ես կոտրում տարբեր քարերով։ Ամեն ինչ նույնն է, նույն անկյունտակ խփում ես նույն ուժով։ Հետո փոխում ես ուժը, հա, հետո փոխում ես անկյունը եւ այլն։ Եվ գտնում ես այդ բոլոր ամբողջ օրինաչափությունը, որ քեզ պետք է, հա։ Երբ որ համակարգը շատ բարդանում է, այսինքն դու գործ ունես բազմապիսի փոփոխականների հետ, որից սրանից է կախված, նրանից է կախված, օրինակ վերցնենք կենսաբանական օրգանիզմները, նրանց վարքը, հա, որտեղ շատ բաներից կարող են կախված լինել վերջնարդյունքը, պատասխանը, դու չես կարող տեխնիկապես այդ բոլոր պարամետրերը փոխես հատ-հատ։ Այսինքն դու մի պարամետրը պետք է փոխես, հա, մյուսները պահես հաստատուն, չէ՞։ Եվ այդ պարամետրերը այնքան շատ են, եւ նրանց փոխադարձ կապերը այնքան շատ են, եւ այդ կապերի ազդեցությունը իրանց գործակիցները այնքան շատ տարբեր կարող են լինել, որ հնարավոր բոլոր փորձարկելու դեպքերը ուղղակի հասնեն միլիարդավոր, տրիլիոնավոր կամ շատ ավելի մեծ թվերի, որը որ դու նախ ժամանակի առումով ի վիճակի չես այդքանը փորձել այդ նոր գիտելիքը ստանալ, երկրորդը որ այդ համակարգերը կարող են քո փորձի ընթացքում փոխվել։ Իրանք օրգանական համակարգերը, չէ՞, փոփոխման ենթարկա եւ չես կարող հաստատուն պահես կամ մյուս փոփոխականները։ Այս ժամանակ արդեն բավական բարդանում է խնդիրը։ Մյուս կողմից մարդիկ գիտությունը զարգացել է նաև փորձելով տեսական գիտելիք ստեղծել, որը որ էլի հաստատվում է փորձով, այսինքն գտնել են ֆունդամենտալ օրինաչափությունները, օրենքները, բանաձևել այդ ամեն ինչը, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել, անալիտիկ նստել, բանաձևերով հաշվարկել, թե եթե այսպես, ապա վերջնարդյունքը
ինչպես գրել։ Էլի է շատ բարդ համակարգերում, բազմակոմպոնենտ համակարգերում դա անել 100% անճշտությամբ հնարավոր չի։ Եվ ինչ որ մոտարկումներ են անում, հա։ Այստեղ է, որ արհեստական բանականությունը գալիս է օգնության։ Նա կարծես թե էլի մարդու պես է մտածում, հա, կամ կանխատեսում։ Փորձում է բոլոր հնարավոր դեպքերը, այսինքն դու այդ ինֆորմացիան տալիս ես նրան, ինքը ավտոմատ գտնում է օրինաչափություններ, անի որ ինքը ունի հաշվողական մեծ ուրեմն հնարավորություններ, շատ մեծ հաշվումներ անելու, շատ մեծ տվյալների հետ աշխատելու եւ ինքը միանգամից գտնում է այդ պատասխանները, հա, կամ կորելյացիաները, կապերը եւ քեզ տալիս է վերջնական ինչ-որ մի հատ գիտելիք, օրինաչափություն, թե եթե դու այս համակարգում սա փոխես, ինչպես սա կանդրադառնա մյուսների վրա։ Սա է կարծում եմ արհեստական բանականության եւ իր մեթոդների տված առավելություններից մեկը, որը որ մենք ունենք, կարճ ժամանակում աշխատել մեծ քանակի ինֆորմացիաների հետ, բայց ելի մարդու մտածողության նման։ Տեսնենք թե ինչպես է դա։ Փորձնական ճանապարհով այսպես ասած, հա։ Եթե դու որպես ավելի մասնագետ այստեղ լրացում ունես, հա, ես փորձում եմ մի քիչ ավելի sense բարձ Թե շատ ճիշտ նշեցիր, ոնց որ այդ օրինաչափությունների հետ կապված ու փոփոխականների քանակի հետ կապված ու մեքենայական ուսուցման կամ արհեստական բանականության ոնց որ հիմնական սկզբունքը հենց այդ է, որ ինքը մեծ քանակի փոփոխականների հիման վրա կարողանաս մոտարկես այն իրական մոդելը, որը որ այդ փոփոխականների համար աշխատում է, այսինքն որին որ այդ տվյալները ենթարկվում են կամ հետևում են այդ մոդելը մաթեմատիկական դուրս բերելու ճանապարհն է, ուսուցումը, որ ասում ենք ուսուցում, այդ հավաքագրված բազմաթիվ փոփոխականների տվյալների հիման վրա մաթեմատիկական մոդելի մոտարկումն է, այսինքն մենք ունենում ենք մի մոդել արդյունքում, որը որ կարողանում է մեզ մոտավոր նույն պատասխանները տալ, որը որ իրական կյանքում մենք կարող ենք դիտարկել։ Մի տարբերություն ոնց որ գիտության, որտեղ կամ թեորիապես դուրս են բերում մոդելը ու որը որ շատ ճշգրիտ է, հետո էքսպերիմենտալ հաստատում են դիտարկումներով, այս դեպքում ոնց որ մենք ունենում ենք տվյալները սկզբում, հետո արդեն տարբեր էքսպերիմենտներով փորձում ենք դուրս բերել մոդելը կամ նույն ձև ծրագրավորման հետ են համատում, որտեղ մուտքի վրա ունենք տվյալներ, մենք ձևակերպում ենք տրամաբանությունը, ոնց այդ տվյալները պետքա շարժվեն առաջ կամ արդյունքում մենք ունենանք, այստեղ տրամաբանությունը ոնց որ մենք ենք գրում, ծրագրավորող մարդիկ են գրում ու երբ որ շատ են փոփոխականները, այդ դեպքում դու բոլոր այդ կոմբինացիաների հետ կապված տրամաբանությունը գործնականում չես կարող գրել, այսինքն բոլոր հավանական տարբերակները ոնց տվյալները կգան կամ ինչ տեսքով կգնան ու այդ արդյունքը ինչ տեսքով դու կուզենաս ունենաս չես կարող անել, օրինակ նույն նկարների դեպքում ամեն պիքսելի համար իր առանձին ծրագիրը չես կարող գրել։ Մեքենայական ուսուցումը ոնց որ հակառակ կողմից է գալիս, ինքը ստանում է տվյալները, այդ տվյալների հիման վրա իր ալգորիթմով այդ տրամաբանությունը գտնում է, այսինքն այդ օրինաչափությունը արդեն այդ նոր եկող տվյալների վրա կիրառում է այդ օրինաչափությունները, ստանալով արդյունքի մոտարկած տարբերակը։ Այսինքն այստեղ այս մեթոդներով հնարավոր է ստանալ անգամ այնպիսի այնքան խորը թաքնված ինֆորմացիա, որը առաջին հայացքից չէր կարող իմանալ, որ այս ինչ բանի մեջ այդքան ինֆորմացիա կարելի է գտնել, հա։ Օրինակ նույն մարդու դեմքի միմիկաների անալիզի շնորհիվ հասկանում, թե մարդը ինչ է մտածում, հա։ Մարդ գիտի, թե իր մտքերը առանց թաքուն են, հա, ինքը իր մեջ իմիջիայլից այս այդ օրինակը խոսում էինք, փոքր ժամանակ մտածում էի, որ մեծերը ամեն ինչ հասկանում են եւ իմ մտքերը կարդում են, հա, եւ այս ինչ-որ մի հատ բան կար իմ մեջ, հա, մեծացա հասկացա, որ այդպես չի, բայց մի քիչ էլ անցավ, հասկացան, որ արհեստական բանականության միջոցով կարող են քո մտքերը կարդալ իրականում, հա։ Հիմա իհարկե դրա փորձերը կան, աշխատանքներ գնում են, բայց շատ արագ դա կարող է զարգանալ եւ բավական լուրջ արդյունքների հասնել։ Այսինքն ինչ որ մի կերպ մարդը ինչ է մտածում իր ուղեղում, այդ սիգնալները գնում են ինչ որ մկանների շարժման վրա, դեմքի արտահայտությունների փոփոխման վրա, որը կարծես ինչ որ
ուղեղի այդ ինչ բանը մտածելու արտացոլանքն է։ Եվ եթե դու այդ արտացոլանքը կարողանաս ճիշտ մեկնաբանես, կհասկանաս թե ուղեղը այդ պահին ինչ էր մտածում։ Հա։ Այստեղ որ օրինակ է կարամ ասեմ, օրինակ թաքնված ինֆորմացիան կարելի է վերանել, որ առաջի հայացքից ընդհանրապես չես մտածել որ։ Հա, այդ օրինակ դրա վրա էլ որ օրինակ վերեցիր երազների հետ կապված, որ մարդկանց երազները փորձ են արվում, որ թարգմանվեն, այսպես ասած, այսինքն մարդու ուղեղի աշխատանքը դիտարկում են քնած ժամանակ, արագ քնի ժամանակ ու հետո արթնացնում են այդ մարդիկ դեռ թարմ հիշողությունով կարող են երազը պատմել ու արդեն այդ հավաքագրած տվյալների հիման վրա նոր մարդիկ ովքեր որ քնած են լինում ու նորից նույն գործողություն անելով արթնացնում են այդ մարդկանց ու իրանց երազը համեմատում են նրա հետ ինչ որ մոդելն է գեներացրել շատ նմանություններ գտնում են օրինակ չգիտեմ ծաղիկ կամ մեքենա այդ սիլուետները արդեն մոդելի գեներացրած նկարներում կարող են հետևել այսինքն եթե այդ ուղղությամբ զարգանա որ ժամանակ հետո հնարավոր է մենք մեր երազները գիշերը որ տեսնենք ինչ որ ձայնագրենք հետո արթնանանք նայենք այս բոլոր խոսակցությունները արհեստական բանականության վերաբերյալ ի վերջին ինչ որ փուլում միշտ նախորդ հաղորդման էլ տղաները անդրադարձան գալիս հանգում են նրան որ այս ամեն ինչը նաև վտանգ է ներկայացնում մարդկանց համար եւ միգուցե պետքա այդ հարցը անդադ կա չէ պետք է արգելել, չարգելել այս բաները արհեստական բանականությանը պետք է վերաբերվել որպես գործիք միգուցե նաև որպես զենք եւ եթե արդեն այդ տեխնոլոգիաները աշխարհում կան անհնար է դա այսպես տոտալ արգելել հա եւ եթե դու ինքդ անգամ չօգտվես դրանից հենց կօգտվեն քո մրցակիցները հակառակորդները թշնամիները հա այսինքն միգուցե սա Պանդորայի հետ հերթական ինչ-որ մի հատ արքա որ բացվել է մարդկության կողմից, բայց սրան չօգտվելը շատ ավելի վատ է, հա, քան օգտվել եւ փորձել դա հարմարացնել քո կարիքներին, քո նպատակներին ծառայեցնել։ Հա, լիովին համաձայն եմ։ Ուստի պետք է նշել նաև որ յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա մարդկության պատմության ընթացքում որ եկել է, ինքը բացի բարիքից նաև չարիք է բերել։ Օրինակ նույն քարիդարի ժամանակ մարդիկ որպես գործիք են քարը օգտագործել եւ նաեւ որպես զենք են օգտագործել միմյանց հանդեպ ու զենքը ոչ միայն հարձակվելու միջոց այլ նաեւ պաշտպանվելու միջոց այսինքն դու այն մարդկանցից կամ այն պետություններից ովքեր որ քո հանդեպ են կիրառելու նույն գործիքով պետք է պաշտպանվես ու sense տենց այդ տեխնոլոգիան այդ ուղղությամբ զարգանալու է ու դրանից հետ մնալը ինձ թվում է ոնց որ այդքան է խելամիտ չէ Իսկ ինչ վերաբերում է այդ արգելելու հետ կապված, ավելի շատ կանգնացնելու փորձեր ա եղել, արհեստական բանականության վերջերս ոնց որ շատ արագ զարգանալու հետևանքով ու ավելի շատ իր մարդկային կերպար ստանալու հետևանքով, այսինքն ում դու կարողանում ես զրուցել ու ինքը այդքան էլ չտարբերվի սովորական մարդ զրուցակցից, դա օգտագործելով ոնց որ այն կազմակերպությունները, ովքեր որ միմյանց հետ մրցակցության մեջ են մտնում, կամ այն պետությունները, ովքեր որ մրցակցության մեջ են մտնում այդ տեխնոլոգիան յուրացնելու համար, սրանք փորձել են որ իրար հասնեն, մեկը մյուսին հասնեն, որովհետև օրինակ հենց մեկը Elon Musk-ով այդ ստորագրավակներ սկսել, որ կոնկրետ ինչ-որ հզորության մոդելից ավել չուսուցանեն, չզարգացնեն այդ մոդելը, իր կազմակերպությունը բացելուց հետո իր սեփական մոդելը ստեղծելուց հետո ոնց որ այդ մոդելը շատ ավելի հզոր է, քան թե այն նախկին մոդելը, որը որ փորձում են կանգնեցնել։ Այսինքն այստեղ զուտ մրցակցության հարցերը տեխնոլոգիան sense զարգանալու է ու գնալով շատ հոլի արագ։ Դե քանի որ խոսեցինք արհեստական բանականությունից օգտվելու անհրաժեշտության մասին, միաժամանակ որ կան նաև վտանգներ, հա, ես կուզենամ մի քիչ շեշտենք այն սովորույթը դեռ չի զարգացել, որ մենք կարողանանք օգտվենք արհեստական բանականությունից։ Ես իմ փորձով ասեմ, հա, ասենք գիտական աշխատանքի մեջ երբեմն ինչ-որ հարցերի պատասխան եմ փնտրում ու նորից գնում եմ այն ավանդական ճանապարհով փնտրել գիտական հոդվածներ, փորձել հասկանալ այդ ամբողջ ասենք թե համակարգը ինչպես է աշխատում եւ այլն նամանավանդ, երբ որ կոնկրետ իմ մասնագիտությունից մի քիչ շեղված է դուրս է, հա, դեռ դու շատ բաներ ունես հասկանալու եւ դա բավական ժամանակատար, բավական մեծ ջանք
պահանջող աշխատանք է դա, հա, անգամ ոչ բարդ գիտելիք այդտեղից ստանալու համար, սովորելու համար բավական մեծ ջանք պետք է գործադրես, որ հասկանաս այդ ոլորտի օրինաչափությունները եւ այլն, հա։ Եվ այստեղ մենք անընդհատ մոռանում ենք, որ մեր կողքը արդեն կա մի հատ զրուգցակից, որը կարող է մեզ անհրաժեշտ պատասխանները տալ։ Մենք պետք է սա սարքենք սովորույթ, այս մշակույթը կիրառելու, օգտագործենք, որովհետև դա մեզ շատ ավելի էֆեկտիվ է դարձնում եւ մեր ժամանակը խնայում, հա։ Ես օրինակ վերեմ իմ աշխատանքի մեջ որոշակի ստիպված եմ քիմիային էլ անդրադառնալ, որ իմ մասնագիտությունը չի եւ այնտեղ ես շատ հարցեր եմ ունենում։ Բավական անընդհատ մեծ ուրեմն կարդալուց հոդվածներից հետո ես իմ ուզած պատասխանը չգտա եւ հասկացա, որ չեմ ֆայմել հարցնել GPT-ին։ Ընդհանրապես երևի մի 30-40 րոպե համատեղ քննարկման միջոցով ես հասկացա, ես իմ հարցերի պատասխանը գտա, փորձը արեցինք, արդյունքը ստացանք։ Դա ինչով էր հետաքրքիր, որովհետև էլիսը որոշակի այդ բազմակոմպոնենտ կախվածությունները կային, մենք մի քանի տարբեր լուծույթներ պետք է օգտագործեինք, վերջնական արդյունքը կախված էր լինելու այդ լուծույթների թե ուրեմն խտությունից, թե քանակներից, թե ջերմաստիճաններից, թե ժամանակային փուլերի ժամանակային տևողություններից, հա, եւ անընդհատ հերթով բոլոր տարբերակները փորձելը դա բավական ուրեմն ժամանակատար եւ ծախսատար, որտեղ նյութեր էլ է ծախսում, process-եր։ Եվ ChatGPT-ի հետ այդ քննարկումը ինձ շատ արագ եւ 40 րոպեի ընթացքում տվեց ցանկալի արդյունք, որի համար ես բավական երկար ժամանակ էի ծախսում միջև։ Այստեղ մի հարց կուզենամ ասել, որ ChatGPT-ն միանգամից ինքը քեզ խոզած պատասխանը չի տալիս։ Հա, միանգամից պատրաստի սպառիչ պատասխան չի տալիս։ Բարձ հարցերի դեպքում դու կարող ես տալ ինքը բարձ պատասխաններ տա դա քեզ բավարարի, բայց երբ որ մի քիչ ավելի խորը ինֆորմացիա եւ նոր գիտելիք է քեզ անհրաժեշտ, դու պետքա նրան ընկալես որպես քո զրուցակից եւ այդ ընթացքը, երբ որ դուք երկուսով նոր գիտելիք եք հանգում, լինում է համատեղ քննարկումների, համատեղ տրամաբանման շղթաների միասնություն։ Այսինքն ինքը քեզ սկզբից տալիս է մի հատ պարզ պատասխան, բայց ինչ որ մանր ճյուղավորումներ։ Դու այս ճյուղավորման մասին չէիր մտածել, սկսում ես խորանալ, ասում ես, «Բալավ, ինչ կլինի, եթե այսպես անի»։ Ինչ ռիսկեր կարող են, օրինակ նույն քիմիայի ոլորտում, ինչ հնարավոր ուրիշ մոլեկուլներ կարող են առաջանալ, ուրիշ կոմպոնենտներ, որոնքից կխանգարեն։ Եվ եթե դու շատ ճիշտ ես օգտագործում, ճիշտ հարցադրումներ ես տալիս եւ կարողանում ես ասած ավելի վերևից նայել, ինքը դառնում է քո գործիքը եւ այդ ընթացքում անգամ ինքը կարող է գեներացնել նոր արդյունք, հա, որը մինչ այդ ենթադրենք մարդկությանը հայտնի չէր, հա։ Այսինքն ինքը զուտ, այսպես ասած, ամբողջ ինտերնետի գիտելիքը չի վերցում copy-paste անում քո պատասխանների ներկայացնում։ Ինքը քեզ հետ միասին տրամաբանում է եւ եթե դու լավ տրամաբանող ես, լավ հարցեր ես տալիս, դուք երկուսով միասին կարող եք ստանալ նոր գիտելիք, նոր ինֆորմացիա ստանալ, էլի։ Այստեղ ինչ լրացում ամենա երևի տենց լավ կիրառումը նշեցիր այդ մեծ լեզվական մոդելների կամ GPT ու ամենահավես ոնց որ կիրառումն է, էլի, երբ որ ինքը կարող է քեզ օգնի, որ դու մեծ քանակի ինֆորմացիան ուսումնասիրես ու այստեղ այդ բանը շատ ճիշտ ասեմ, որ ինքը ոչ թե կարելի է քեզ փոխարինելու կամ քո գործը քո տեղը անելու, քո մարդկային ասենք կրկնվող գործերը ավտոմատացնելու, այլ ինքը գալիս է օգնելու ու իրան որպես գործիք կամ կոմպանիոն, որ դիտարկես, ասիստենտ այսպես ասած, դուք միասին շատ ավելի մեծ պոտենցիալ կունենաք, քան թե մարդը միայնակ։ Այսինքն ոչ թե մարդուն է փոխարինում, այլ մարդուն ուժեղացնում է ինքը։ Ու այստեղ այդ ուսումնասիրությունների հետ կապված օրինակ մի քիչ ռիսկեր է պարունակում, կուզեի դա նշել։ Օրինակ առողջապահության հետ կապված հարցերով շատ մարդիկ կարող է GPT-ին հարցնեն, օրինակ ինչ տեղ ընդունեն կամ այսինչ սիմպտոմների դեպքում ինչ պետք է անել։
շատ մեծ հավանականությամբ GPT-ն իրենց ճիշտ պատասխան կտա, եթե տենց հաճախ հանդիպող հիվանդություն է ու ինտերնետում դրա մասին շատ են խոսացել, ինչ որ օբյեկտիվորեն ճիշտ պատասխան կտա, բայց դրան պետք չի վստահել, որովհետև առողջության հետ կապ ունի ու կարող է նաև սխալ պատասխան տալ։ Այսինքն կարող է այդ ինֆորմացիան գա ինչ որ մի հատ տեղից, որտեղ որ սխալն է դրա մասին գրած եղել ու մոդելը տենց է սովորել։ Դրա համար այդպիսի հարցերում երևի պետք է չվստահել, օրինակ, չգիտեմ, ֆինանսական խորհրդատվության դեպքում շատ նրան օգտագործել որպես օգնող, բայց վերջնական ոնց որ որոշումը ამ դեպքում մարդը պետք է կայացնի ու այստեղ նաև այդ խնդիրը առաջացնում հալյուցինացիաները, այսինքն կարող է հարց տաս ու մոդելը դրա մասին ինֆորմացիա չունենա ու ինքը սկսի ինչ-որ բաներ հորինել, նույն դեղերի հետ կապված հարցերում կարող է նույն դեղերի անուններ տա, որ ընդհանրապես գոյություն չունենալ։ Այս դեպքում օգնող ոնց որ բանը, այդ ռիսկը ոնց որ թեթևացնող բանն է գալիս, որ իրեն հավելյալ ինֆորմացիա է տալի, այսինքն ուսումնասիրության դեպքում այդ գիտական աշխատանքի ոնց որ PDF ֆայլը կարող է տալ ու միասին փորձեք իրենց հասկանալ ինչ որ ինֆորմացիա կա, կամ եթե 10 հատ գիտական աշխատանք պետք է կարդայր, ասենք 10 օրում ամենը առանձին ուսումնասիրել իրար հետ համեմատեիր, ինչ որ վերջնական արդյունք ստանայր դրանից, կարող եք միասին մի օրում անել այդ ամեն ինչը ու ինքը քեզ դրանում օգնի։ Սա էլ ոնց որ հենց այդ կիրառման ամենամեծ առավելություններից մեկն է, որ կարողանում է մեծ քանակի ինֆորմացիան շատ կարճ ժամանակում մարսել ու պատասխանը տալ։ Շատ լավ, այսինքն եթե փորձենք ամփոփենք, մարդ կարող է լինել են սուպերվայզերի, խորհրդատուի դերում եւ ինչքան նա լավ է հասկանում այդ ոլորտից, այնքան ավելի լավ կկարողանա օգտագործի արհեստական վանականության տված հնարավորությունները եւ այստեղ պետք չի իլյուզիաների հետևից ընկնել, ասել որ ես կարող ոչ չիմանալ, միևնույն է այն փոխարեն ամեն ինչ կանեն, դու պետք է հասկանաս, որ ճիշտ հարցեր տաս, ճիշտ ուղղորդես եւ անգամ իր պատասխանները զգաս ինչքանով են ճշմարտությանը մոտ կամ հեռ։ Իհարկե միշտ իր հարցերը ճշմարտությունը հավանականային բնույթ է գրում, բայց ամեն դեպքում սա հզոր գործիք է։ Ես նորից հատուկ ուզում եմ շեշտել մեր ընկերների համար, որ այդ ֆայմելու բարիերը պետք է հաղթահարենք ու միշտ իմանանք, որ մեր կողքը գա մի հատ շատ նակ զրուցակից, որը կարող է արագացնել քո աշխատանքը, քեզ սարքել ավելի էֆեկտիվ, քեզ ավելի կրթված սարքել, որովհետև այդ ճանապարհը քննարկումների, որ դու ասում ես, այդ ընթացքում դու ես կրթվում։ Ուրիշ բանը պատրաստի պատասխանը քեզ տա, մեկ ուրիշ բանը, երբ որ դուք այդ պատասխանը միասին քննարկումներով գալիս հանգում եք դրան ու դու լիքը բաներ սովորում դրանից։ Մարկ, շատ շնորհակալություն քեզ, շատ հաճելի զրույց էր, անձամբ ինձ համար, ես էլ շատ բան սովորեցի։ Նմանապես։ Շատ լավ, կհանդիպենք մյուս հաղորդման ընթացքում, արդեն ուրիշ զրուցակիցներով երետ։ Հաջողություն։